Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ երեխաների հետ, երեխաների պաշտպանության օրը եւ իրենց այսպես ասած անմեղ պատասխաններին եմ սպասում։ Բարև արեք։ Բարև։ Եթե կախարդական փայտիկ ունենաս, ինչ կանես։ Հայաստանը կփոխեմ ավելի լավը։ Ապրես դու, բարև միա։ Բարև։ Լավ ես։ Եթե կախարդական փայտիկ ունենաս, ինչ կանես։ Կախարդեմ։ Որ ինչ լինի։ Որ ծաղիկները սիրուն անեմ։ Դու ծաղիկներ շատ ես սիրում։ Ապրես։ Բարև Վահե։ Բարև։ Լավ ես։ Վահե, եթե կախարդական փայտիկ ունենաս, ինչ կանես։ Ես կախարդական փայտիկով։ Գիտես, չէ, իրան խփում ես գետնին եւ ուզում ես քո բոլոր ցանկությունները կատարվի։ Օրինակ ինչ ցանկություն կուզենաս, որ կատարվի։ Որ Հայաստանը մաքուր լինի։ Մաքուր լինի։ Շատ լավ։ Բարև Արինա։ Բարև ձեզ։ Լավ ես։ Այո։ Եթե կախարդական փայտիկ ունենաս, ինչ կանես։ Կուզենամ, որ ոսկե ձկնիկ ունենամ, որ բոլոր իմ երազանքները կատարի։ Իսկ որն է քո ամենամեծ երազանքը, որ ուզում ես իրականանալ։ Որ դերասան դառնամ։ Որ դերասան դառնաս։ Շատ լավ։ Բարև Դավիթ։ Լավ ես։ Այո։ Եթե կախարդական փայտիկ ունենաս, ինչ կանես։ Այնպես կանեմ, որ բոլոր երեխաները մարդիկ առողջ լինեն։ Առողջ լինեն։ Բարև Տաթև։ Բարև։ Լավ ես։ Այո։ Եթե կախարդական փայտիկ ունենայես, ինչ կանես։ Որ գնամ Արցախ։ Որ գնաս Արցախ։ Ինչպիսին պիտի լինի իսկական ընկերը։ Բարի, չար չլինի, Չար չլինի։ ոչ միտեղ։ Միայն բարի լինի։ Այ։ Խելացի, նվիրված, Ընկերասեր ընկեր։ Դու օրինակ ընկերասեր աղջիկ ես։ Օրինակ որ ընկերներիդ նեղացնեն, ինչ կանես։ Կօգնես։ Խոսքով կբացատրես, նկատողություն կանես, թե ոչ։ Կպաշտպանես։ Իսկական ընկերը պետք է լինի հարգող ու բարի։ Ու բարի։ Իսկ քո բոլոր ընկերներն են բարի։ Հա։ Դե դու բարի ես։ իսկական ընկերը պիտի լինի միշտ հարգող։ Օրինակ քո ընկերները ո՞նց են վերաբերվում քեզ եւ դու իրենց։ Ես իրենց լավ եմ վերաբերվում, իրանք էլ ինձ են լավ վերաբերվում։ Ինչն է ամենից շատ քեզ ուրախացնում։ Որ ինձ մեկը նվեր է պատրաստում կամ նվեր է անում։ Ուրախանում ես։ Իսկ դու նվերներ անում ես ուրիշներին։ Օրինակումն ես արել վերջի անգամ նվեր։ Դպրոցից ընկերուհուն։ Ինձ ուրախացնում է, որ ես գնում եմ դերասանական ստուդիա։ Երազանքդ կատարվել է։ Շատ լավ։ Մեր ընտանիքով լավ ժամանակ եմ անցկացնում։ Լավ տեղեր գնում ես։ Այո, Հայաստանում։ այո, Հայաստանը լավ գիտես, Դավիթ։ այո։ Օրինակ վերջի անգամ որտեղ ես եղել Հայաստանում։ Ծաղկաձոր։ Որ հայրիկս ինձ թանգարան են տանում։ Որ ծնողների հետ եմ միշտ։ Իսկ որ ծնողները քեզ թողնում են տանը մենակ, թե չեն թողնում մենակ։ Չեն թողնում։ Երբ ինձ տանում են լավ տեղ, թանգարան, Հա։ Որ թանգարանում ես եղել վերջի անգամ հիշում ես։ ես վերջին անգամ եղել եմ Չարենցի թանգարանում։ Հետաքրքրեց քեզ Չարենցի թանգարանը։ Այո։ Գրքերը նայեցիր, հա։ Ի Չարենցից ինչ գիտես, բանաստեղծություն գիտես Չարենցից։ Ես իմ Անուշ Հայաստանի։ Հա, էդի գիտեմ, բայց Բայց Չարենցն է գրել։ գիտեմ։ Գիտես։ Ինչ պիտի անեն ծնողներդ, որ դու ամենաերջանիկը լինես։ Թե դու արդեն երջանիկ ես։ Միշտ իմ կողքին լինեն։
Իմ երազանքները կատարեն։ Իսկ որն է քո երազանքը։ Որ ինձ լավ տեղեր տանեն ինձ ու ապերից։ Որ ինձ տանեն թանգարան, լավ տեղեր։ Վերջին օրերին դու ուր էիր գնացել։ Սոֆիա։ Սոֆիա։ Երջանիկ լինեմ։ Այո։ Ես միշտ ուզում եմ իմ ընտանիքով լավ ժամանակ անցկացնեմ, իմ ընտանիքով բոլոր տեղերով։ Յանք ինձ միշտ սիրում են, ես ինձ էլ եմ շատ սիրում։ Ու դրանով դու ամենաերջանիկն ես։ Այո։ Ինչպես պետք է պատժել չարաճճի երեխաներին։ Որ ես լինեի դասատու, օրինակ ես կկանգնացնեի անկյուն մի ոտով, մինչև դասի վերջ կկանգնացնեի այդպես։ Նկատողություն կտամ։ Օրինակ մաման պապան քեզ ոնց են պատժում, եթե դու չես լսում իրանց։ Մի բանից զրկում են։ Ասում են, այս ինչ տեղը չես գնա այլևս։ Ու դու արդեն խելոք ես մնում։ Պետք է անկյուն կանգնացնել։ Անկյուն։ Իսկ դպրոցում քեզ անկյուն կանգնացնում են։ Իսկ քո ընկերներին որանց լավ չեն պահում, ոնց ինչ են անում։ Մեր դպրոցում չեն անկյուն կանգնացնում, մենակ նկատողություն են անում։ Պետք է հասկացնեմ, որ այդպես էլ չպահեն։ Ինչը կարող է պատճառ դառնալ, որ ծնողներիցդ նեղանաս։ Մայրիկը, հայրիկը իմ երազանքները չանեն։ Չգիտեմ։ Օրինակ մի բան որ խնդրես, ասես հայրիկ, ուզում եմ, այս ինչ բան է։ Ու ինքը չանի, կնեղանաս։ Չէ։ Չէ։ Այսինքն դու խոսես, կփորձես համաձայնության գալ։ Հա? Չես նեղանում ծնողներից։ Ինչը կարող է պատճառ դառնալ, որ ծնողներդ նեղանան քեզնից։ Օրինակ դու ինչ կանես, որ մաման նեղանա քեզնից։ Կամ պապան։ Դու միշտ լսում ես իրանց։ Հա? Ու չես նեղացնում մամային, պապային։ Դաս չանեմ, վատ պահեմ։ Ծնողներդ կնեղանան քեզնից։ Այո, Իսկ դու բոլոր դասերը պարտաճանան ճանում ես։ այո, Այո։ Դավիթ, երեխա լինելը հեշտ է։ այո։ Ինչով է հեշտ։ Դպրոց գնալով, տեղ գնալով, լավ ժամանակ անցկացնելով, Օրինակ բակում խաղալով, հա։ այո, Թողնում են բակում խաղաս, այո։ բայց դասերը անելուց հետո թե Դասերից անելուց հետո։ երեխա լինելը հեշտ բան է։ Հա, Ինչով է հեշտ։ որ ինչ ուզես սենց կատարվում է, ծնողները քեզ դու խնդրում ես ծնողներին ու ծնողները քեզ ամեն ինչ անում են։ Երեխա լինելը հեշտ է, արե։ Այո, Ինչով է հեշտ։ որ չենք աշխատում, մեկ էլ չենք անում, մայրիկ հայրիկին լավ բան է։ Երեխա լինելը հեշտ բան է։ Չէ։ Ինչով է դժվար։ Որտեւ ես ուզում եմ շուտ մեծանալ։ Շուտ մեծանաս։ Որ աշխատես։ Որ աշխատես ինչ դառնաս։ Ինչ ես երազում դառնալ։ Բարուի մեկ է դատավոր։ Պահուհի դատավոր։ Բայց մենք չունենք է պահուհի դատավոր։ Դու առաջինն ես լինելու։ Լավ։ Երեխա լինելը հեշտ է։ Վայ։ Շատ։ Ինչով է հեշտ։ Որ ինչ ասում են, անում են։ Ինչ ասում են ծնողները անում են։ Դրանով հեշտ է, չէ։ Երեխա լինելը հեշտ է։ Այո։ Ինչով է հեշտ։ Օրինակ գնում ես դպրոց։ Ոնց ես։ Սովորում եմ։ Գնում ես դպրոց, գալիս ես տուն, պիտի սովորես դասերը նոր գնաս բակ խաղալու, թե ոնց։ Քո առօրյան ոնց է լինում։ Ես դպրոց սովորում եմ, գալիս եմ տուն, հետո գնում եմ կամ երգի կամ բարի։ Երգել ես գնում։ Վերջում կերգես մեր համար։ Այո։ Իսկ մեծ լինելը դժվար է։ Չգիտեմ։ Օրինակ պապան, մաման աշխատում են, որ քեզ լավ պահեն, չէ։ Հիմա իրանց գործն է դժվար, թե քոնը, որ դու մենակ վայելում ես։ Իրան գործը։ Իրանց գործն է, չէ, դժվար։ Մեծ լինելը դժվար է, Դավիթ։ Այո։ Ինչով է դժվար։ Երեխա պահելով, գործի գնալով, մասնագիտություն ընտրելով,
Իսկ մեծ լինելը դժվար է։ Օրինակ մաման մեծ է, չէ՞, քեզնից։ Դժվար է, թե դժվար չի։ Դժվար չի։ Հա։ Ասենք մաման որ գնում է աշխատանքի, այդ դժվար չի։ Դժվար է։ Ահա։ Իսկ մեծ լինելը դժվար է։ Հա։ Ինչով է Որ դժվար։ երեխաների ասածներն են կատարում։ Հետո մաման պապան առավոտից երեկո աշխատում են, չէ՞։ Այս երեխաները վայելում են։ Որ աշխատում ենք երեխաների լավ բաներ անենք։ Իսկ արդյոք դու պաշտպանված ես տանը, դպրոցում, բակում։ Խելոք պայեմ, որ իմ վրա չբարկանան։ Դրանով դու պաշտպանված ես։ Ահա։ Արդյոք դու պաշտպանված ես տանը, բակում եւ դպրոցում։ Այո։ Ոնց ես պաշտպանված։ Օրինակ ուսուցիչը որ բարկանում է քո վրա, դու ոնց ես պաշտպանվում։ Բացատրում ես, որ ես սխալ չեմ, կամ եթե սխալ եմ ներողություն, այդ ոնց ես հիմա բացատրում։ Դպրոցում ձեին մեղադրում։ Ես համոզում էի, որ ես չէի էդի։ Դու փորձեցիր համոզել, այսինքն դու ինքդ քեզ պաշտպանեցիր։ Ստացվեց։ Եթե կողքից մեկը քեզ նեղացնում է, դու ոնց ես պաշտպանվում։ Ինչ չեմ թողում, որ ինձ նեղացնեն։ Չեմ թողում, որ ինձ։ Բացատրում ես, ասում ես չի կարելի, ոնց ես բացատրում, որ ես հասկանամ։ Չի կարելի այդպես անել, այդպես։ Իսկ լինում է որ մեծերն են նեղացնում փոքրերին։ Քեզ չեն նեղացրել փոքր, հա։ Շատ լավ։ Ես գիտեմ պաշտպանվել։ Ոնց ես պաշտպանվում։ Օրինակ երբ որ ընկերդ քեզ նեղացնում է, դու իրան խոսքով ես բացատրում, թե ոնց։ Խոսքով։ Ինձ ոչ մի անգամ չեն նեղացրել։ Իսկ որ նեղացնում են դու իրանց ոնց ես պատասխանում, նկատողություն ես տալիս, որ չի կարելի, ոնց ես դա Իսկ անում։ ինձ հասկացնում եմ, որ իրենք էլ այդպես բան չանեն։ Ու իրանք հասկանում են։ Այո։ Այսինքն էլ պատիժ որպես այդպեսին պետք չի։ Խոսքով հասկանում են։ Այո։ Շատ լավ։ Իսկ դու ո՞ր մուլտհերոսն ես։ Մոխրոտը։ Մոխրոտը։ Սիրում ես այդ մուլտֆիլմը։ Այո։ Մոնա։ Հա, ինքը սիրուն է։ Հələ երկու բան պատմի տեսնեմ իրանից ինչ կա։ Ես այդ մուլտֆիլմը չեմ Ինքը նայել։ սիրում է ծովի վրա լինել Ահա։ ու ճամփորդել։ Մոխրոտիկ։ Մոխրատիկն ես։ Կոշիկդ բա ուրա։ Այն կրունկով կոշիկը, հա։ Ինչ է քո համար հայրենիքը։ Սրբությունը։ Սրբություն։ Տուն։ Որտեղ որ դու ապրում Որտեղ ես։ ես ապրում եմ։ Իսկ այդ տնից երբևէ կհրաժարվես։ Կուզենամ ճամփորդել ուրիշ տեղեր, բայց չէ, չեմ։ Գնաս ճամփորդես, բայց վերադառնաս անպայման։ Մոր հայրենիքը սեր է։ Դու հայրենիքում լավ ես զգում քեզ։ Դու հայրենիքում ես չէ ապրում, Հայաստանի Հանրապետություն։ Լավ ես զգում։ Օրինակ ուրիշ տեղ կուզենայիր ապրել։ Ես չէ ասելա։ Կուզենայիր քո հայրենիքում ապրել։ Այո։ Ապրես։ Միա, իսկ հայրենիքում կապրես միշտ, թե կգնաս երկրից մի օր։ Կապրեմ միշտ։ Սիրում ես Հայաստանը։ Շատ ես սիրում։ Գեղեցիկ է։ Լիքը անուշ հոտով ծաղիկներ կան։ Դու շատ ես սիրում ծաղիկներ։ Օրինակ որ երկիր կուզենայիր գնալ։ Այն բարձր շենքերը որ կան։ Չէ, Հայաստանից լավ տեղ չկա։ Չէ։ Ուզում ես միշտ Հայաստանում լինես։ Այո։ Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Քո համար հայրենիքը Հայաստանն ու Արցախը, այսինքն իրենք մի ամբողջականություն են քո համար։ Իսկ որ հիմա Արցախը չկա, Ես շատ եմ տխրում։ շատ ես տխրում։ Իսկ ինչն ես կարոտել Արցախում։ Ամեն ինչ։ Ամեն ինչ կարոտել ես։ Իսկ
Օրինակ դու որ Արցախի անունը անընդհատ տալիս ես 2 անգամ Արցախ։ Արցախում էր ավելի հետաքրքիր մանկությունդ անցնում, թե Հայաստանում։ Երկուս։ Երկուսն էլ։ Այո։ Օրինակ Արցախում ինչ կար, որ Հայաստանում չկա կամ այստեղ կա, այնտեղ չկար։ Ամեն ինչ կար։ Ամեն ինչ կար։ Այո։ Ապրես։ Դավիթ, որ խնդրեմ մի բանաստեղծություն կարտասանես։ Փոքրիկի մեծ զարմանքը։ Այո։ Ինձ թվում է շատ բան գիտեմ, սակայն պարզվեց միամիտ եմ զարմանալի բաներ կան դեռ որ չգիտեմ, թեև 7 եմ մեր դպրոցում իմացա ես իրավունքներ ունեմ պես օրինակներ ինչքան ուզես, մի քանիսը թվարկեմ տես։ Իրավունքներ կյանքի սիրով սովորելու, սիրվելու, պաշտպանվելու, աշխատելու, հայրենի տուն ունենալու, ընտանիքում ջերմ ապրելու եւ ապահով կյանք վարելու, իմ կարծիքը ձեզ հայտնելու, նույնիսկ մեկ-մեկ սխալվելու, վերջին ինձ դուր եկավ, թե սխալվեմ, չեմ վհատվի ու կամ արականցնեմ արած իմ սկալից դասեր քաղած։ Ապրես Դավիթ, ես գոհ եմ։ Ես հրաշքով փերի դարձա ու հեքիաթներ հորինեցի, կարմիր, կանաչ, 1000 ձևով ու 1000-ան հավքի թևով։ Կբաժանեմ մանուկներին, հեքիաթներն այս զարմանալի, որով աշխարհն է նորանում, մոլորակը չի ծերանում, եւ բարին է միշտ հաղթում։ Ապրես։ But I set fire to the rain and I threw us into the flames. Thanks. Ապրես։ Տարի բարևելիք։ Շնորհակալ եմ։ Անպարտ հզոր երկիր Հայաստան, Հայաստան աշխարհ, իմ սուրբ հայրենիք, դու հայի օրան հայո թևան, խրող դու խիզավ, անպարտ հզոր բարության օրան, իմ մայր Հայաստան։ Ապրես։ Դե առողջ եւ անփորձանք։ Եվ անհոգ։ Ահա ես գիտեմ, որ դու երգում ես։ Ուր ես գնում երգելու։ Ես Արցախի ձայներ եմ գնում երգի պետական։ Հա։ Կարող եմ մի փոքր մեր համար երգես։ Ինչ կա մտքիդ հենց հիմա։ Վերջում կերգեմ։ Վերջնա։ Եթերի վերջնա։ Ուզում եմ երգով ավարտենք։ Տաթևետ եմ ուզում երգեմ։ Ապրես։ Դե լսենք մեր հրաշք երեխաների կատարումը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։ Ինչ հրաշք է այս ամառը, ծիծաղկոտ ու արևոտ, ցերեկները լավ երկար են, որ բակում խաղանք անհոգ, տես ամառը կարգադրել են միացնել շատրվաններ, որ շոքին իր կաթիները մեզ չրեն, ուրախ միացվի մենք երգենք, տան խնձոր, դեղցուց իրան, շատ հմեղ են ուրեղ են, ծաղիկները, տաքայևը մինվեր է, մեծ պարքև է, այս ամառը դե ուրեմն, մեծ փոքր, կետկնում ենք տանց խնձոր, դեղցուց իրան, շատ հմեղ են ուրեղ են, ծաղիկները, տաքայևը մինվեր է, մեծ պարքև է, այս ամառը դե ուրեմն, վոու։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։